Բարև ձեզ, այսօր մեր տաղավարում է ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին ղեկավար Հայաքվե միավորման խորհրդի անդամ Ավետիք Քերոբյանը։ Պարոն Քերոբյան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Պարոն Քերոբյան, օրերս անդրադարձել էիք ռազմարդյունաբերական համալիրի բյուջեին եւ ես մեջբերեմ գրառում էի կարել եւ խնդրեմ մեկնաբանենք, հասկանանք, թե ինչ է իրականում ուզում մեր իշխանությունը անել այս ոլորտի հետ։ Ձեր գրառումից մի մեջբերում։ Ասում եք կառավարական շենքերում տեղավորված խմբավորումը նոյեմբերի 20-ի 16:41 համարով որոշում է կայացրել, որով ռազմաարդյունաբերական համալիրի զարգացմանը պետական բյուջեով հատկացված 5.7 միլիարդ դրամից 3.2 միլիարդ դրամ է կրճատել, որից 1.8 միլիարդ ռազմական նշանակության գիտահետազոտական եւ փորձակոնստրուկտորական աշխատանքներ, 1.4 միլիարդ փորձանմուշների արտադրություն։ Էլի ձեր ասելիքով նույն որոշմամբ 3.8 միլիարդ դրամ էլ կրճատվել է տեղեկատվական ոլորտին տրամադրվող պետական աջակցության ծրագրից։ Հիմա մի քիչ բացենք այս թվերը ու հասկանանք, ինչու է կրճատվել ձեր կարծիքով, ինչ նպատակ է հետապնդում եւ այս կրճատումը ինչպես կանրադառնա ոլորտի վրա։ Ուրեմն նախ անդրադառնանք այս կառավարության ծրագրին, որով մի ամբողջ էջ հատկացված է ռազմական արդյունաբերության զարգացմանը եւ կատարողականներին տարեց տարի, որով պարզ է դառնում, որ ռազմաարդյունաբերության զարգացման ընդհանրապես որևէ ոչ նպատակ կա, ոչ ցանկություն, ոչ էլ կարողություն է ընդհանրապես ձևավորում, ուղղակի բեմականացում է կատարվում, պատրանք է ստեղծում գործունեության, որովհետեւ եթե կառավարության ծրագրերը բացենք, կարդանք, կերևա, որ վերջին 5 տարիների ընթացքում լավագույն դեպքում 30%-ով է կատարում ռազմաարդյունաբերության զարգացման ծրագրերը։ Հիմա այս կառավարությունը չակերտավոր է, որովհետեւ իրենք կառավարություն չեն կարող կոչվել, խախտել են բոլոր տեսակի սահմանադրություն եւ օրենքները։ Իրենք ամեն տարի մեր հարկատուների հաշվին ձևավորում են բյուջե։ Այդ իրենց տնից բերած փողը չի, որ ասում են սրան տվեցինք, դրան տվեցինք, այս զարգացինք։ Դա պարտավորություն է, որ իրենք պարտավոր են կատարել։ Ձևավորում են բյուջե եւ այս կամ այն ուղղություններով հատկացում են այդ բյուջեից ինչ որ միջոցներ։ 2025 թվականի համար ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման համար նախատեսված է եղել 5.7 միլիարդ դրամ գումար, որից 4.2-ը դա ռազմական նշանակության հատուկ գիտահետազոտական եւ փորձակոնստրուկտորական նախագծերն են, աշխատանքները, այսինքն հասարակ լեզվով ասած, նոր զենքի սպառազինության նոր նմուշների ստեղծում։ 1.5 միլիարդը նախատեսված է եղել փորձանմուշների արտադրության եւ դրանց բաղադրիչ մասերի արտադրությանը, պարզ լեզվով ասած, այն ամենը ինչ որ ընկերությունները մշակել են իրենց ուժերով, դա դարձնել ինչ որ քանակություն, տալ փորձարկման, հասկանալ դրա կիրառման արդյունավետությունը, կիրառելիության սահմանները եւ դրանից հետո արդեն որոշումներ կայացնել, դա տանել սերիական արտադրության կամ չտանել։ Սա ամենամեծ կտորն է, այնտեղ կա երկու փոքր կտորել, մեկը բաստակետների վերապատրաստումն է, մյուսը դա ցուցահանդեսների մասնակցությունն է, բայց դրանք շատ փոքր գումարներ են, այնտեղ ինչ որ բաներ ծախսվել են, այստեղ էլ է ինչ որ բաներ ծախսվել, բայց որ համեմատության համար որ հասկանանք 1.5 միլիարդից 1.4-ը կրճատվել է փորձանմուշների արտադրության, 4.2 միլիարդից նոր զենքի ստեղծման 1.8-ը կրճատվել է։ Եթե նայենք կատարողականին, այս 5.7 միլիարդից այս պայմանությամբ կատարված է ընդհանրապես մոտավորապես 1.3 միլիարդը։ Այսինքն մոտավորապես 22-23% կատարվել 11 ամսվա դրությամբ։ Ինչու՞։ Այդ հասկանանք նաև պատճառները, թվերը հասկանալի է, դրա հետ պատճառները որոնք են, այսինքն կադրային խնդիրը, ինչ խնդիր կա, որ չի կատարվում դա։ Ուրեմն մարտ ամսին, նույնիսկ կառավարություն կոչվածը որոշում ընդունեց, սահմանելով, հաստատելով ընթացակարգ, որով պետք է կատարվեր այս փորձանմուշների արտադրությունը։ Կառավարության որոշումով դա հաստատվել է, որում ընթացակարգը տևում էր 5 աշխատանքային ամիս։ Որպեսզի պատկերացնենք, 5 ամիս տևում է հայտը ներկայացնելուց մինչև պայմանագրի կնքման որոշում կայացնելը։ Այսինքն լավագույն դեպքում գալիս ենք սեպտեմբեր ամիս եւ սեպտեմբեր ամսին նոր պետք է կնքվեր փորձանմուշների արտադրության առաջի պայմանագրը։ Առ այսօր որևէ այդպիսի պայմանագիր չկա կնքված։ 11 ամիս անցել է տարվանից։ Որևէ պայմանագիր չկա կնքված։ Պատճառաբանում էին, որ այդ ընթացակարգերի բացակայության պատճառով է, որ նախորդ տարիներին թերակատարվել են այդ բյուջեները եւ այլն։ Բայց պարզ է դառնում, որ
դա էլ են անում, որպեսզի ընդամենը ինստիտուցիոնալացնեն իրենց անգործությունը։ Որևէ բան չանել։ Տեսեք, պարոն Քերոբյան, այս իշխանությունը մանավանդ վերջի շրջանում Պաշտպանության հանձնաժողովի նախագահ, Պաշտպանության նախարարը մշտապես ընդդիմադիրներին կոչ են անում, նույնիսկ Նիկոլ Փաշինյանը վերջերս ասում էր 50 հոգանոց խմբեր կազմեն, գնանք, տեսեք մենք ինչ դիրքեր ունենք, ինչ զինամթերքներ ունենք, այսինքն եթե գումարը չի ծախսվում, այս ամեն ինչի մասն է խոսում, այսինքն գումարը կա, զենքերը չեն առել։ Գլուխ են գովում, որ 2025-ը հայտարարել են ռազմարտությունաբերության տարի, բնական է ստախոսություն, եթե ռազմարտությունաբերության զարգացման բյուջեն կրճատում են, եւ չեն ծախսում բյուջեում նախատեսված միջոցները։ Գլուխ են գովում, որ 171 միլիարդ դրամի պայմանագիր են կնքել 2023-ից 25 թվականների համար։ Իրականում այդքան պայմանագիր մեր արդյունաբերությունը կարող է իրացնել ընդամենը 1 կիսամյակի ընթացքում։ Իրենք այդ ամեն ինչը ձգում են 3 տարվա, գլուխ են գովում դրանով, բայց եթե կողքից նայենք, absoluտ մեջից նայենք, դա ընդամենը գործունեության պատրանք է։ Իհարկե կարելի է տանել, ցույց տալ քանակով արտադրված այն ամենը, ինչ որ 2022-ի մարտին ցուցադրվում էր Արմհայտեք 3-րդ ցուցահանդեսում, բայց դրանից հետո էլ օրինակ որևէ ցուցահանդես, տեղական ցուցահանդես չեն անցկացրել, որպեսզի կոծկեն իրենց անգործությունը։ Նոր բան ցույց չեն տալու դրա ընթացքում, նոր ցուցահանդեսի ընթացքում, ցույց են տալու միայն այն, ինչ որ առաջ ցուցադրվել էր։ Որևէ նոր մշակում կամ լավ նոր ինչ որ բաներ կարող է ընկերությունները մշակել են իրենց ուժերով։ Կարող է ինչ որ փոքր փողերել տվել է ռազմարտությունաբերության կոմիտեն ինչ որ նոր մշակումների, բայց մշակումների շարք չի կարող տեղի ունենա, որովհետև անշեղորեն թերակատարել են կրկնում, թերակատարել են այդ զարգացման բյուջեն։ Այսինքն կներեք, այդ շղթայում եթե տեսնում ենք, ամենակիչ ֆինանսավորումը տվել են տեղեկատվական տեխնոլոգիաների այդ ոլորտին, որը զբաղվում է այդ ձեր ասած մշակումներով։ Չէ, այս կրճատումը ՏՏ ոլորտին տրվող աջակցության ԲՏԱ նախարարության այլ ծախսային ծրագիր է, բայց այնտեղ էլ կրճատել են, տեսեք 3-8 միլիարդ էլ այնտեղ են կրճատել։ Իրականում անցած տարի բյուջեի ավելացում էին պահանջում, որովհետև չէին կարողանում բյուջետավորված միջոցներով բոլոր աջակցության բոլոր հայտերը բավարարել։ Այս տարի այդ հոդվածը ԲՏԱ նախարարության ամենամեծ հոդվածն է եղել, 29 միլիարդ դրամ է կազմել այդ ծրագիրը բյուջեի առաջի վերսիայով, հա։ Բայց տեսեք, եթե նույնիսկ համարենք, որ 29 միլիարդ եւ 3-8 կրճատում են, պարզ դառնում, որ ասենք 10%-ից ավելի կրճատում են։ Ռազմարտությունաբերության զարգացման մասով կրճատում են համարյա 60%-ը, 50%-ից ավել առնվազն, դե հաշվի առնելով նաև որ ընդամենը 22% է այս պահին կատարողականը, չեն էլ կարողանալու մնացածն էլ կատարել, հա, տարվան մնացել է ընդամենը 1 ամիս, պայմանագրի կնքելու ժամանակ չի մնացել։ Բայց պարզ է դառնում, որ ԲՏԱ նախարարությունը 47 միլիարդ ծրագրից, եթե բյուջեի կատարողականը նայենք, 47 միլիարդ դրամանոց բյուջեն կրճատվել է մինչև 24 միլիարդ դրամի։ Այսինքն կեսը, այդ նախարարության բյուջեի կեսը կրճատվել է։ Դա միայն մի բանի մասին է խոսում, որ գործ ունենք ընդհանուր գործունեության պատրանքի հետ։ Դեֆիցիտով կազմված բյուջեի պարագայում, եթե 47 միլիարդից 24-ը կրճատում ես, պարզ դառնում, որ այդ բյուջեն չի ծախսում այն արդյունավետությամբ, որը կարող էր ծախսվել, ել չասած, որ դրա պակասորտը փակելու համար պարտք ենք վերցրել, հա, եւ այդ պարտքը ավելացրենք, պետական պարտքը ավելացրենք, դրա սպասարկման ուղղված միջոցներն ավելացրին եւ այլն, բայց չենք ծախսել այդ փողը։ Բայց Նիկոլ Փաշինյանը բյուջեի ներկայացնելու ժամանակ ասաց, որ մեզ պետք է զենք շատ եւ միանգամից եւ ասում ինչի համար ենք ծախսել, այ դրա համար ենք այդ վարկերը ծախսել։ Դե դա սուտ է իհարկե, դա սուտ է, դա առաջին հերթին ապացուցում է Ստոկհոլմի խաղաղության միջազգային ինստիտուտի տվյալներով եւ ԵԱԿ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության ներկայացված տվյալներով եւ ՄԱԿ-ի այսպես պարազիտությունների վերահսկման կոմիտեների ներկայացված տվյալներով դա փաստվում է, որ սուտ է։ Կա իհարկե այնպիսի բաներ, որոնք որ ձեռք են բերվել այսպես գաղտնի գործընթացներով, առանց հայտարարել եւ այլն, բայց դրանք չնչին բաներ կարող են կազմել։ Դրանք չեն կարող կազմել 5 անգամ ավել, քան հայտարարագրված ձեռքբերումները։ Հաստատ 5 անգամ ավել չեն կարող կազմել։
Իմիջիալից կներեք, ձեր գրառման մեջ նաև ասել եք, որ եթե միայն ավելացրած արժեքի հարկը հաշվենք, 576 միլիոն դրամով պակաս հարկ է ձևավորվում ռազմաարդյունաբերության զարգացման ծախսերի կրճատումից։ Դե այս ծախսերը իրականում իրենք ունեն տնտեսական մուլտիպլիկատիվ էֆեկտ, հա, ինչ վերաբերում է ռազմաարդյունաբերության զարգացմանը, այնտեղ ոչ միայն տնտեսական բաղադրիչը կա, այնտեղ կա նաև տեխնոլոգիական բաղադրիչը։ Այս ծախսերով ձեռք են բերվում կամ ստեղծվում են նոր տեխնոլոգիաներ, յուրացվում են այդ տեխնոլոգիաները, դրանք դառնում են արտադրական տեխնոլոգիաներ, դրանց հետագա ներդրումը տնտեսության մեջ շատ ավելի է, քան ընդհանրապես դրանց այդ գործունեության ընթացքում ձևավորված հարկերը։ Բայց եթե միայն հարկերով նայենք, ես նշել էի հաշվարկը միայն ցույց է տալիս, որ այդ 3.2 միլիարդ կրճատվածից եթե միայն ԱՀ-ն հաշվենք, այո 576 միլիոն է կազմում, այդ մաքուր գումարած եկամտահարկը, գումարած շահութարկը եւ այլն աշխատանքները մեծ տոկոս են կազմում սովորաբար այդ աշխատանքների մեջ, այսինքն աշխատավարձը։ Այսինքն պարզ է դառնում, որ այս ծրագրերը չկատարելով կառավարությունը թերակատարում է նաև բյուջեի եկամտային մասը։ Տեսեք, գերակատարում են պարտքային մասը եւ թերակատարում են եկամտային մասը։ Եվ այստեղ ստացվում է, որ ոչ միայն կտրում են ծառային ճյուղը, որի վրա մենք ենք նստած, իրենք չէ, որի վրա մենք ենք նստած։ Հələ մի հատ էլ այդ ծառի արմատներին թույն են թափում։ Այսինքն թույլ չեն տալիս, որ այդ ծառը, այսինքն երկրի տնտեսությունը աճի առաջանցիկ տեմպերով։ Եվ կրկնում եմ, եթե միայն տնտեսական էֆեկտը սրան նայենք, արդեն իսկ երևում է, որ բացասական է, բայց սրա հետևանքները, բացասական հետևանքներից կրճատումների շատ ավելի հեռու են գնում։ Իրենք ապագային են միտված այս հետևանքները, ապագային են հարվածում։ Եվ այն ինչ որ մենք տեսնում ենք այսօր, այս կառավարության գործունեությունը, իրականում ուղիղ հարվածը մեր ապագային, մեր անվտանգությանը, մեր պաշտպանունակությանը։ Նաև մենք արտադրությանը ներսի մեր անդրադարձանք, բայց շատ է խոսում իշխանությունը դրսից սպառազինություն գնելու մասին։ Այս առումով գուցե ներսում արտադրությունը այդքան չի են կարողանում խրախուսել կամ չեն կարողանում շատ իրականացնել, դրսից են բերում։ Դե եթե նայենք դրսից ինչ են բերում, իրականում բերում են այնպիսի բաներ, որ մի մասը, հա, որ Հայաստանում դեռ չեն արտադրում։ Բայց բերել նաև այնպիսի բաներ, օրինակ են ֆրանսիական ռադարները, որի մասին խոսվեց, հա, հնդկական ռադարները, որի մասին էլի բաց աղբյուրներից հայտնի եւ այլն, որի արտադրության հնարավորություն Հայաստանում կան։ Նույն 2022 թվականին Կներեք, այսինքն կարող ենք Հայաստանում արտադրել, բայց դրսից ենք բերում։ Այո։ Կամ բոլոր սարքավորումները, տեխնոլոգիական հնարավորությունները, տեխնիկական հնարավորությունները արտադրելու Հայաստանում մշակել եւ արտադրել այդպիսի միջոցներ։ Ավելի թանկ է արժենում դրա համար են չեն գնում այդ քալին թե։ Ուրեմն եթե նույնիսկ ավելի թանկ է, բայց դու կարող ես տեղում սարքել, հա, հաշվի առնելով նաև տնտեսական էֆեկտը, էլի մոտավորապես 30-ից ավել տոկոս միայն ուղիղ կերպով ուղիղ հարկեր են գոյանում այսպիսի գործունեության ընթացքում, արտադրական գործունեության ընթացքում։ Այսինքն եթե 30%-ից ավելի թանկ չէ տեղական արտադրությունը, պետք է տեղում արտադրել։ Դրա տնտեսական էֆեկտը ավելի մեծ է, հա, դրական էֆեկտը ավելի մեծ է, եթե ներսում արտադրում ես։ Բայց եթե նույնիսկ կարողանում ես արտադրել, ապա շատ կարևոր է, որ տեղում արտադրական կարողությունը զարգացնես եւ արտադրությունը զարգացնես, հաշվի առնելով մեր մատակարարման ճանապարհներից կախվածությունը, հաշվի առնելով այն, որ ցանկացած ռազմական սրման ժամանակ մեր ողերի հարևանները ամեն ինչ անում են, որպեսզի մենք ռազմական մատակարարումներ չունենանք։ Դա փաստ է։ Եվ փաստ է, որ շարունակելու են այդպես անել։ Հիմա եթե մենք կարող ենք եւ հնարավորություն ունենք զարգացնել տեղում արտադրությունը, ապա դա պարտադիր պետք է կատարենք։ Նայելով թե ինչ են ձեռք բերել, այո, կան որոշ բաներ, որ մենք այստեղ Հայաստանում չունենք դրանց արտադրական հնարավորությունները եւ երկար ժամանակ դեռ կարող է չունենանք, բայց չեն էլ ձևավորում դրանց սպասարկման հնարավորությունը։ Օրինակ ասենք հակաօդային պաշտպանության համակարգերի։ Հակաօդային պաշտպանության համակարգերի մի սպասարկման գործարան ունենք, որը տևական ժամանակ է, առանց պետական պատվերի։ Իսկ նույն այդ տեխնիկան պետք է գա այստեղ յուրացվի դրա սպասարկումը, արդյունականացումը, առնվազն վերանորոգումը, տեղում պետք է կատարվի։ Բայց դա չի արվում իմ ունեցած տվյալներով։ Նույնը վերաբերում է, ասենք, հրետանային համակարգերին։ Որոշ բաներ անում են։ Մեր տեղական մասնակիցները որոշ բաներ անում են, բայց նրանք սահմանափակված են հենց ծրագրային ապահովման մասով, նույնիսկ այս վերջերս գլուխ էին գովում, որ հայ մասնագետների այսպես հմուտ ձեռքերում հնդկական հրետանին սկսել է կրակել, կարող է կրակել ավելի հեռու եւ ավելի ճշգրիտ, եւ դա փաստ է։ Այո, ես դրան հավատում, ես դրա մասին գիտեմ։
չեմ կարող չիմանալ, որովհետև շփվում եմ մարդկանց հետ, գիտեմ ինչով են զբաղված տարատեսակ ընկերություններ եւ այլն։ Բայց միայն դրանով չպետք է բավարարել։ Պետք է տեղայնացնել, պետք է յուրացնել, ներդնել օրինակ արկերի արտադրությունը, հա, որովհետև ասենք հրետանային արկեր բավականին թանկ սպառազինություն են, դրանց արտադրությունը տեղում ոչ միայն թույլ է տալու համալրել, ասենք զորավարքային պաշարները, ապավել մարտական լրակազմը եւ այլն, բայց դա թույլ է տալու նվազեցնել եմ կրկնում ներկրումներից կախվածությունը։ Էլ չասած, որ ամբողջ աշխարհում հիմա սպառազինությունների սով է։ Բոլոր երկրները որտեղից ասես ինչ կարողանում են գնում են, հա, լրացնում են իրենց պաշարները։ Երրորդ համաշխարհային պատերազմը ընթացքի մեջ է։ Նաև շատ խոսել հնդկական զենքի մասին եւ այս առումով ես փորձագետներից տեսակետ եմ լսել, որ այնքան էլ որակյալ զենք չի, այս հնդկական, այսպես ասած, եթե հետևում եք հնդկական զենքի հետ կապված ինչ կա։ Հետևում եմ։ Ուրեմն այն միջոցները, որը գնել են, հա, դրանք լավ կյանքից չի, որ կարողացել են, որ գնել են, որովհետեւ այդ ընթացքում, ասենք 21-23 թվականների ընթացքում համարյա կարելի ասել անհնարին էր դարձել Ռուսաստանից զենք գնելը։ Չնայած հիշում եք, որ պաշտպանության նախարար այն ժամանակ Վարշակ Կարապետյանը գնացել էր, Ռուսաստանում պայմանագրեր էին կնքել, այն ժամանակ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն խորհրդանշական դաշույն թեթուր էր հանձնել եւ համարել, որ սրանով զենքի մատակարարումները Հայաստանին վերսկսված են եւ այլն, բայց մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը այս ընթացքում զենք է մատակարարում Ադրբեջանին, հա, բայց զենք չի մատակարարում մեզ։ Իսկ այստեղ կան իհարկե քաղաքական պատճառներ, կան իհարկե ռազմաքաղաքական պատճառներ եւ այլն, բայց Հնդկաստան գնացել են զենք գնելու ոչ լավ կյանքից։ Միևնույն ժամանակ պետք է նշենք, որ Հնդկաստանը անթակույց բարեկամական հարաբերություններ ունի Հայաստանի հետ։ Անթակույց, որովհետեւ համարում է, որ այս թուրք-ադրբեջանա-պակիստանյան ռազմական ձևավորված դաշինքը, եռադաշինքը իր արևելյան սայրով հարվածում է Հնդկաստանին, դա չեն թաքցնում։ Մենք էլ բնական դաշնակից ենք այդ գործում իրենց, հա, եւ իրենք անթակույց բարեկամական վերաբերմունք են ցույց տալիս։ Բայց նույն հնդկական ռադարների 2020-ի մատակարարման հետ կապված, ես կարող եմ ասել, որ մեր պաշտպանության նախարարությունը ուղղակի այն ժամանակ այնքան կարևորություն չէր տալիս այդ հարցին, որ այդ ռադարները սեպտեմբեր ամսին գալու փոխարեն եւ հնարավոր ինչ-որ մասնակցություն ունենային ռազմական գործողությունների, կարողանային տեղորոշել ադրբեջանական հրետանու դիրքերը եւ ինչ-որ արդյունավետություն, լրացուցիչ արդյունավետություն ապահովեին մեր հրետանուն, իրենք եկան դեկտեմբերին, չկարողացան մասնակցել։ Այն աստիճանի թափթփված եւ անփույթ է գործում մեր ռազմական գերատեսչությունը։ Լավ լինի զենքը թե վատ լինի, դրա արկայությունը ավելի լավ է, քան դրա բացակայությունը։ Ֆրանսիական ձեռքերի հետ կապված է շատ այդ խոսակցությունը գնում, որ ոչ միայն կարևոր է զենք ունենալը, այլ նաև դա ճիշտ կիրառողը պետք է լինի, այսինքն մասնագիտացված զինվորականներ պետք է լինեն։ Այս առումով խնդիր ունենք մենք։ Բնականաբար ցանկացած նոր տեխնոլոգիա, կապ չունի դա ռազմական է թե ոչ, կարիք ունի մասնագետների պատրաստման, վերապատրաստման։ Այն ինչ կապված է օրինակ հնդկական հրետանուն, ես հստակ գիտեմ, որ տևական ժամանակ է պահանջվել, մինչև մեր հրետանային ստորաբաժանումները կարողանան դա յուրացնել։ Դա իրենց համար նոր տեխնիկա է։ Այդ այն ինքնագնաց հրետանին չի, որ մեր բանակում կար, թրթուրավոր, հա, ամեն դեպքում դա այնպիսի ինքնագնացել չէ, ինչպիսին մենք պատկերացնում ենք, դա մասնակի ինքնագնաց է կարելի ասել։ Իհարկե նոր հրետանային համակարգեր են ձեռք բերում, որոնք լրիվ ինքնագնաց են, այսինքն կարող են պայեստից հասնել մինչև գրակային դիրք, գրակել եւ այդ գրակային դիրքը ինքնուրույն լքել, անցնել հաջորդ գրակային դիրք, բայց այն հիմնական մեծ համակարգերը եւ մեծաքանակը դա այդպեսին չէ։ Ամեն դեպքում վերապատրաստումը, մասնագետների վերապատրաստումը մեծ դեր եւ նշանակություն ունի։ Բայց մենք տեսնում ենք նաեւ, օրինակ ռուս-ուկրաինական պատերազմում կամ այլ թատերաբերում, ինչպիսի նշանակություն ունի տեխնոլոգիաների արագ յուրացումը, հա։ Տեսնում ենք, որ ռուս-ուկրաինական պատերազմը դարձել է անօթաչուների պատերազմ, եւ վերգետնյա անօթաչուների եւ օդային անօթաչուների։ Եվ տարբեր գնահատականները վերջի մի տարվա կորուստները երկու կողմից էլ 80-ից 90% անօթաչու համակարգերից են։ Մենք այսօր մենք Արցախյան պատերազմում էլ դրա ականատես եղանք, որ անօթաչուների հարվածներից էին զոհերը շատ։ Այդքան շատ չէր, տոկոսով այդքան շատ չէր, հա, հիմա շատ ու քիչ ասել եմ, մի քիչ ցինիկ է հնչում, բայց տոկոսով այդքան շատ չի եղել։
ռուս-ուկրաինական պատերազմում տոկոսը կորուստների տոկոսը դա վերաբերում է եւ տեխնիկայի եւ մարդուժի հասել է 90%-ի որոշ ուղղություններով, հա 80-ից 90%-ը վերջին մի տարվա ընթացքում գնահատվում։ Եվ բոլոր երկրները, բոլոր այսպես մեծ ռազմական տերություններ, հա, ու կլինի Միացյալ Նահանգներ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Հնդկաստան, Ֆրանսիա եւ այլն, Ռուսաստանի մասին էլ չեմ ասում, որովհետեւ այնտեղ անօթաչուների արտադրություն դրված է երևի ամենաբարձր տեմպերի վրա, ամենաբարձր տեմպերն ունի, բոլորը գնում են անօթաչու համակարգերի ավելի խորը ներթափանցման մեջ իրենց ռազմական պլանավորվող ռազմական գործողություններում։ Մենք այդ բոլոր հնարավորությունները ունենք դա անելու շատ ավելի մեծ տոկոսներով եւ դրա կարիքը ունենք նաեւ հաշվի առնելով մարդուժի պակասը, հաշվի առնելով շատ տեղերում դիրքերի անբարենպաստ լինելը, շատ տեղերում դիրքային պատերազմի ուղղակի, ասենք, անիմաստությունը, որովհետեւ շատ արագ կարող է հակառակորդը եւ շատ ավելի արդյունավետությամբ կարող է հակառակորդը հարվածներ հասցնել խորքում, բայց չգիտես ինչու մենք դեռ անօթաչու զորքեր չենք ստեղծել։ Շատ փոքր է այսօր մեր բանակում անօթաչուների ներթափանցում, այսպես ասած, մինչդեռ պետք է լիներ համարյա 100%։ Այս օրերին շատ քննարկվեց Նիկոլ Փաշինյանի մի հրապարակումը ռոբոտ, հա, այդպես ռոբոտ շան մասին, շան մասին, այո, դուք ինչ տպավորություն ստացաք այդ տեսանյութից։ Մի կողմ թողնենք հասարակեժանագին պոպուլիստական մանիպուլյացիան, անդրադառնանք այն ամենին, ինչը կա եւ հնարավոր է։ 2019 թվականին մի պայմանագիր են տվել, ոչ երկու պայմանագիր են տվել հայկական մի ընկերության, որը ցուցադրել է իր արտադրանքը եւ մշակումը 2022-ի արմահայտեկին, մեկը ռոբոտ բեռնատարն է, որը մինչև 400 կիլոգրամ բեռ կարող է կրել, հա, նաեւ չեմ զլանա ասեմ, նաեւ իմ անմիջական պնդմամբ է ստեղծվել է ծրագիրը եւ կյանքի կոչվել, կարող է նաեւ վիրավորներ տարհանել։ Երկու պատգարակ կարող է կրել, երկու վիրավոր կարող է տարհանել։ Ընդ որում դա ունի եւ հեռակառավարման հնարավորություն, ունի եւ ռադիոկառավարման եւ ինքնավար կառավարման, ինքնավար կարող է գնալ։ Պատկերացրեք, ասենք, ինչ մեծ տարբերություն է դու տանես բեռնատար մեքենա հասցնես եւ դա խոցվի, մի բան է, ասենք, էլեկտրական ցածր բեռնատար, փոքր չափերի, որը կարող է նաեւ ջրային խոչընդոտներ հաղթարել եւ այլն։ Եվ նաեւ կա դրա մարտական տարբերակը, որը տղաները ժամանակ առ ժամանակ YouTube-ով ցույց են տալիս, գնդացիր կա արդեն վրան դրած գրակում են, առնական հետ կարելի վրան դնել եւ այլն, հա։ Մենք դա կարող ենք ունել 2020-ի ամռանը։ Եվ դա կարող է այսօր, ինչ ասեմ, հազարներով, եթե ոչ տասնյակ կամ 100,000-ներով ունենանք արտադրած։ Եվ յուրաքանչյուր այ պետք է հարցնել այսօրվա իշխանությունը, ինչու չի արվում։ Ինչու այդ ծրագիրը հետ խլվեց այդ տղաներից։ Ինչու պետական Այսինքն կասեցվել է այդ ծրագիրը։ Կասեցվել է այդ ծրագիրը, այո։ Նպատակահարմար չի գտել Պաշտպանության նախարարությունը շարունակել դա։ Այն ժամանակ արդեն Պաշտպանության նախարարությունը չէր այդ հարցերով զբաղվում, այդ հարցերով զբաղվում էր բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։ Պետք է հարցնել, այո, այն ժամանակվա այն պաշտոնյաներից, իմ պաշտոնից ազատվելուց մի քանի ամիս հետո այդ ծրագիրը դադարեցվել է։ Պետք է հարցնել այն ժամանակ պաշտոնյանից, ինչու է դադարեցվել այդ ծրագիրը։ Եթե այդ ընկերությունը չէր կարող անել, ապա վերցնեք տայք մեկ այլ ընկերության, որը կարող էր այդ ծրագիրը կյանքի կոչել։ Բայց այսօր պարզ է, փաստ է, որ այդպիսի համակարգերը մարտադաշտում ավելի ու ավելի մեծ ներգրավվածություն, ներկայություն ունեն։ Այն ինչ որ ցույց են տալիս էժանագին խաղալիքները, մի օր կարող է դրանց վրա էլ զենք դրվի, հա, դրանք էլ դառնան գնդացրորդի օգնական կամ բեռնակիր եւ այլն։ Բայց մենք ունենք եւ ունեցել ենք այդ հնարավորությունը սրանից դեռ 6-7 տարի առաջ։ Կարող ենք շատ ավելի շատ բան անել։ Եվ անդրադառնանք նաև ամրոցներին, այսպես ասած, ինչպես իշխանությունն է սիրում ասել, դիրքերի կահավորմանը։ Դուք ինչ տվյալներ ունեք, որքանով է այդ դիրքերի կահավորումը համապատասխանում այն չափանիշներին, որ այսօրվա պատերազմներն են, այսպես ասած, ընթանում, իշխանությունն ասում է շատ մեծ աշխատանքներ է տարվում սահմանի ամբողջ երկայնքով։ Դուք տեսել եք երբևէ ինչ աշխատանքներ է կամ որակային առումով ինչ են, դրանք իսկապես ամրոցներ են։ Ուրեմն
չեմ մտել դրանցից ոչ մեկը, բայց կան վկայություններ, ասենք այդ զինվորականների խոսքով, որ դրանք մինչև 500 կիլոգրամ ավիառումբի հարվածին կարող են դիմանալ։ Բայց եթե դրանից ավել լինի կամ եթե դրանից 2 հատ լինի։ Այսինքն պարզ է, որ եթե մենք չունենք համատարած հակաօդային պաշտպանություն, կամ եթե նույնիսկ ունենանք էլ, ասենք Թուրքիան էլ Ադրբեջանն էլ ունեն հեռահար թևավոր ռումբեր, որոնք կարող են մինչև 150 կիլոմետր թռնել, այսինքն փաստացի մեր հակաօդային պաշտպանության խոցման գոտի չմտնելով, իրենք կարող են ռմբահարել այդ ամրաշինական կառույցները եւ դրանք ոչնչացնել։ Ընդ որում դրանց տեղերը ակնհայտ է, հա, որ այդ շինարարությունը չի արվում ծածուկ գաղտնի գիշերը կամ ստորգետնյա, այլ արվում է բաց։ Հա, եւ դրանց տեղերը բոլորը գիտեն։ Մեր հյուսիսարավ գնացող ճանապարհներին բոլորից դրանք երևում են։ Բայց ես տեսել եմ նաեւ Տշնամին տեսնում է, թե դու ինչ ես կառուցում։ Թե դու որտեղ ես կառուցում։ Առնվազն դա հերիք է դրանց ոչնչացնելու համար։ Բայց ես տեսել եմ նաև այդպիսի ամրաշինական կառույցներ, այդպիսի ամրոցներ կառուցվում են, մեր դիրքերի գծի վրա, բայց Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության սահմաններից 7.5 կիլոմետր ներս։ Այն տեղերում, որտեղ թշնամին մխրճվել է 2022 թվականի աշնանը, կոնկրետ ջերմուկում, հա, այսինքն ամրոց են կառուցում, այնտեղ, որտեղ թշնամին առաջ է եկել 7 կիլոմետր եւ սահմանագծից 7.5 կիլոմետր ներս ամրոց են կառուցում։ Հիմա թող պատասխանի մեր պաշտպանական գերատեսչությունը։ Այդ հողերը հանձնել են կամ պայմանավորություն կա, որ այդ հողերը արդեն հանձնել են, այդ Թուրքիայի տեղից հետ չի դառնալու։ Դրա համար են այդտեղ կառուցում։ Գնայք, ես կարծես լսել եմ նաեւ ձեր հայտարարությունը, որ ադրբեջանցիների թույլտվությամբ են, հա, հայ զինվորները Այդ կոնկրետ այդ դիրքերը չի, բայց մենք Սյունիքում Սևլուջի հատվածում ունենք դիրքեր, որտեղ մեր տղաները փաստացի պատանդարված են։ Հա, հերթափոխը կատարվում է պետք է ինչ որ մեկը դիրք մտնի, նոր այդտեղից դիրք դուրս գա։ Դիրքից նոր մարդ դուրս գա։ Որևէ ռազմական իմաստ այդ դիրքերը պահելու չկա։ Հա, պարզ է, որ ցանկացած սրման դեպքում իրենք երաշխավորված կամ գերեվարվում են կամ ոչնչացվում։ Հա, որովհետև չեն կարող իրենց ունեցած թեթև հրազելով պաշտպանություն իրականացնել։ Այսինքն ճիշտ եմ հասկանում, մխրճված ինչ որ դիրք է, որը ամբողջովին ադրբեջանական ակցիանի մեջ է։ Չէ, ադրբեջանցիք են մխրճվել եւ մենք հայտնվել ենք դիրքերը առել շրջափակման մեջ։ Դա միակ տեղը չի միջ այլոց, հա, մենք շատ դիրքեր ունենք, որ մեր դիրքերից կտրված են, բայց ասենք 20-30 մետր հեռավորության վրա կա ադրբեջանական պաշտպանված դիրք։ Գերիշխող կամ չգերիշխող, բայց ամեն դեպքում այդ հեռավորությունը նշանակում է, որ նախահարցակ լինելու մտադրություն ունեցողը, հա, երաշխավորված ոչնչացնում է դիմացինի դիրքը։ Երաշխավորված։ Մենք այդտեղ չունենք այնպիսի ականադաշտեր, հա, մենք այդտեղ չունենք պաշտպանության այնպիսի հնարավորություններ, որ կարողանանք նույնիսկ ասենք 15 րոպեից ավել մարդ վարեն այդ տղաները, հա։ Իհարկե, այն ինչ որ գտնվում է սահմանագծին, դա պետք է անպայման ամրացնել, ուժեղացնել, ճանապարհները բերել դիրքից դիրք միջդիրքային տարածությունները, ասենք ականապատեր եւ այլն, այդ էլ չեն կարողանում անել, որովհետեւ փաստացի այդ հնարավորությունից զրկված են իրենց դիրքից դուրս ինչ որ աշխատանքներ անելու հնարավորությունից, բայց այն դիրքերը, որոնք որ գտնվում են Սևլուջի տարածքում եւ փաստացի գտնվում են ադրբեջանական դիրքերի թիկունքում, այդ դիրքերը պահելու ռազմական իմաստ չկա։ Ինչ է պահում ռազմական գերատեսչությունն այդ դիրքերը, ես չգիտեմ։ Պարոն Քերոբյան, խոսում ենք սպառազինության դիրքերի մասին, բայց իշխանությունը ավելի վաղ ասեցիք նաև ռազմական ծախսերը կրճատեց եկող տարվա հետ կապված եւ նաև հայտարարել է իր խաղաղության, այսպես դարաշրջանի մասին, խաղաղություն բերելու մասին, ինչ որ ձևով կանրադառնա ռազմական բյուջեի այդ կրճատումը բանակի սպառազինության, որակի դիրքերի ամրության վրա, այսինքն չնայած իրենք պարզաբանում են, որ նախորդ տարիներին ավելի շատ էինք ծախսել, դրա համար այս տարի պարզապես հավասարակշռություն են մեծրել։ Մեծ հաշվով ինչ է նշանակում ընդհանրապես ռազմական ծախսերի կրճատումը։ Պարզ ասեմ, ռազմական ծախսերի կրճատումը դա հանցագործություն է։ Ուղիղ հանցագործություն է ժողովրդի եւ պետության հանդեպ։ Մենք վստահ եմ, որ չենք համալրել մարտական լրակազմ այն աստիճանի, որ կարողանանք տևական ժամանակ մարտական գործողություններ վարենք։ Մեր իմիջիալով ծավալապաշտական նկրտումները եւ այդ հայտարարությունները անընդհատ արվում են եւ բարձրաձայնվում են հարևան պետությունների ղեկավարների կողմից, հա, իրենք չեն էլ թաքցնում Հայաստանը ոչնչացնելու կամ զավթելու իրենց մտադրությունը։ Մենք պետք է կարողանանք տևական ժամանակ դիմակայել։
Հիմա դա ոչ միայն մարտական լրակազմը լրացնելով է լինում, այլ նաև զորավարքային պաշարները, դրանց համար հատուկ ստորգետնյա պահեստարաններ կառուցելով եւ այլն։ Այսինքն կա լիքը տեղ ծախսելու։ Էլ չեմ խոսում տարածքի ամբողջ հանրապետության ամբողջ տարածքի օպերատիվ կառավարման մասին, որը թույլ կտա, ասենք, ղեկավարման կենտրոնը կամ մայրաքաղաքը գրավելուց հետո պարտիզանական պայքար վարել, մղել, հա, զավթիչների դեմ։ Դա չեն արել բնականաբար։ Եվ այդ պայմաններում ծախսեր կրճատել, ելեմ կրկնում, դա հանցագործություն է, որը պետք է քննի հաջորդ իշխանությունը։ Ինչ վերաբերում է այդ ստախոսությանը, որ նախկինում շատ ենք ծախսել, դրա համար ենք հիմա կրճատում, ծախսերի կրճատումը չի բերելու ոչ մի խաղաղության, մանավանդ որ եւ Թուրքիան եւ Ադրբեջանը իրենց ծախսերը ավելացնում են։ Իհարկե Ադրբեջանի այսպես Բաքվի հանրապետության ասենք, հա, ղեկավարը հայտարարեց մի օր, որ կամ նույնիսկ ինքը չէր իր օգնականներից մեկն էր, որ 5 տարվա ընթացքում ծախսերը 8%-ով կրճատելու ենք, բայց հաջորդ տարվա համար ծախսերը ավելացրել են։ Ընդ որում այս տարի արդեն 2025-ին հայտարարվեց Պակիստանից մեծ խմբականակի ձեռքբերման մասին ռազմական ինքնաթիռ ավիացիայի, հա, որը պարզ է հարևաններից ոչ մեկի դեմ ուղղված չէ, բացի մեզնից, հա, Ռուսաստանի դեմ պատերազմ չի պատրաստվում եղել Ադրբեջանը, Իրանի դեմ կարող է որպես պրոքսի հանդես գալ, բայց ուղիղ կերպով որպես այդպեսին չի հանդես գալու։ Վրաստանը ամբողջությամբ գտնվում է թուրք-ադրբեջանական տանդեմի, այսպես տոտալ ճնշման եւ վերահսկողության տակ, միակ ուղղությունը, որ կիրառելու են, դա Հայաստանն է։ Ընդ որում այս վերջի ռազմական ցուցահանդեսին նոյեմբերի 7-ին ցույց տվեցին այնպիսի միջոցներ, որոնց միայն այդ ցուցահանդեսին ցուցադրված միջոցների միաժամանակ կիրառումը բերելու է շատ մեծ կորուստների մեր մոտ, մեր կողմից շատ մեծ կորուստների։ Դրա համար ինչ է պետք է? Դրա համար պետք է վերանայել, ամբողջությամբ վերանայել մեր պաշտպանության եւ անվտանգության համակարգը։ Մի բանում ճիշտ է, որ կռիվը մենակ բանակը չպետք է անի, բայց պետությունը ամբողջությամբ պետք է անի այդ պատերազմը։ Պատերազմը մենակ բանակի գործը չի, պետության գործն է, հա։ Եվ մենք որպես քաղաքական ուժ, հա, եւ ոչ միայն մենք, հայակվեն ջատագով է համապարփակ պաշտպանության եւ անվտանգության համակարգի ներդրման եւ զարգացման, որը նշանակում է, որ պետություն, պետական կառավարման մարմինները, համայնքները, դրանք տեղական ինքնակառավարման մարմինները, տեղական համայնքները, թե մասնագիտական եւ այլն, եւ բոլոր քաղաքացիները, ընդ որում ոչ միայն այն քաղաքացիները, որոնք բնակվում են Հայաստանում, այլ նաեւ բոլոր նրանք, ովքեր ինչ որ շահեր ունեն Հայաստանում, նրանք բոլորը պետք է ներգրաված լինեն պաշտպանության գործում, անվտանգության ապահովման գործում, իմանան իրենց անելիքը, իմանան մարտի մեջ մտնելու իրենց հերթականությունը, մարզված եւ պատրաստված լինեն եւ համալրված լինեն իրենց համար իրենց դերի համար անհրաժեշտ հանդերձանքով, սպառազինությամբ եւ այլ միջոցներով, ինչը որ այս իշխանությունը չի կարողանում կատարել, որտեղ դրա ցանկություններ չունի։ Իրենք այսպես պսևդո խաղաղության են մեզ տանում, թմրեցնելով ժողովրդին, թմրեցնելով բնակչությանը եւ կոտրելով դիմադրողականությունը, ագրեսիային դիմակայելու դիմադրողականությունը։ Եվ մի որոշման եմ ուզում կարճ անդրադառնանք, 1.5 տարի դարձավ պարտադիր ժամկետային ծառայությունը հունվարից։ Սա զուտ, ինչպես ընդդիմադիրն այդ շատերն են ասում, նախընտրական այսպես հնարք էր սիրաշահելու հանրությանը, թե սա թելադրված է բանակի այսօրվա ռազմավարությունից եւ արդյունք տալու է ի վերջո, որովհետեւ ինչպես պատգամավորներից քաղաքացիական մեկն էր ասում, 6 ամիս շուտ կամուսնանան, 6 ամիս շուտ երեխա կունենան, մի խոսքով ինչի է բերելու այս կրճատումը։ Դա այդ վերջի հայտարարությունը իհարկե բացահայտ մանիպուլյացիա է, հա, այսինքն դա այդպես չի լինում եւ ստախոսություն։ Դա ելեմ կրկնում բացարձակ մանիպուլյացիա է։ Չպետք է մոռանանք երրորդ գործոնը, հա, Ադրբեջանի կողմից Հայաստանի զինաթափման պահանջը։ Հա, իրենք դրա մասին խոսում են, իրենք այդ պահանջը ժամանակ առ ժամանակ ներկայացնում են, ներկայացրել են, դրա մասին խոսում են բացահայտ, հա։ Իհարկե կա այստեղ, ասենք, ասում են խոստացել ենք ծառայության ժամկետը կրճատել, դրա համար են կրճատում։ Ծառայության ժամկետը կարող է կրճատվել ոչ թե որպես նպատակ, այլ որպես հետևանք։ Հա, եթե դու իրականացնում ես բոլոր այն միջոցառումները, որը ենթադրում է համապարփակ պաշտպանության եւ անվտանգության համակարգի տեսությամբ, այսինքն պետությունը ամբողջապես է պատրաստում արտակարգ վիճակների կամ պատերազմի եւ պաշտպանության եւ անվտանգության համակարգում ներառում ես բոլորին,
նաև Սփյուռքը, նաև բոլոր կառույցները, որոնք այս կամ այն կերպով կարող են աջակցել դրան, պարտավոր են ներգրաված լինել եւ կարող են աջակցել, ապա այդ ժամանակ եւ կառուցում ես այնպիսի բանակ, կառուցում ես տեղային եւ տարածքային պաշտպանության ուժերի այնպիսի համակարգ, որը թույլ է տալու բնակչության շատ մեծ տոկոսներ անմիջապես ներգրավել ռազմական գործողություններում, երկրորդ, երրորդ ալիքներ ունենալ շատ արագ ներգրավելու հնարավորություն եւ այլն, այդ ժամանակ ծառայության ժամկետը կարող է կրճատվել ոչ թե կես տարով, ծառայության ժամկետը պարտադիր ծառայությունը կարող է նույնիսկ հանվի։ Եթե ծառայությունը լինի ոչ թե ժամկետային, այլ անժամկետ, այսինքն այն ձևով ինչ որ անում են օրինակ Շվեյցարիայում։ Մինչև 55 տարեկան բոլոր տղամարդիկ եւ որոշ կանայք, կանանց որոշ մասը պարտադիր զինապարտ են եւ իրենց տանը ունեն մարտական զենք։ 55 տարեկանում այդ մարտական զենքը հանձնում են, ստանում են քաղաքացիական զենք, բայց միևնույնն է մնում են զինապարտ, այսինքն պաշտպանության համակարգում են իրենք։ Մեր պաշտպանության համակարգում լավագույն դեպքում ասենք, չգիտեմ, թիվ չասեմ, որպես հետո չմեղադրեմ, որ պետական գաղտնիք եմ ասում, չնայած համոզված եմ իրենք էլ չեն տիրապետում, որովհետեւ մինչև վերջ չեն թվայնացրել զորավակի եւ զորակոչի համակարգերը, հա։ Բայց եթե մենք 3 միլիոն զինված բնակչություն չունենք, ուրեմն դա արդեն անբավարար է։ Թուրքը պետք է իմանա, որ մենք 3 միլիոնանոց ոզնի ենք, վախենա մեր վրա նստի։ Բոլորը պետք է իմանան, որ մենք 3 միլիոն փուշ ունեցող ոզնի ենք։ Փշեները պետք է հնարավորինս սուր եւ թունավոր լինեն։ Շնորհակալ եմ։ Ձեզ շնորհակալություն։